Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կոտայքում 60-ամյա տղամարդը մեկ օրում 4 մարդու կյանք է խլել։ Սպանությունների շարքը տեղի ունեցել հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնք եղել են իր հարևանները։ Նրանց հետ դեպքի օրը առավոտյան տղամարդը վիճաբանել է, իսկ վեճից հետո գնացել նրանց հետևից եւ սպանել դաշտում։ Պարզվել է, ամուսինների սպանությունից հետո դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո տղամարդը սպանել է եւս 2 հոգու Արթեր Զովաշենում։ Փաստինֆոյի տեղեկություններով Զովաշենի սպանության զոհերը 60-ամյա տղամարդու թիրախում հայտնվել են պատահաբար, երբ պարզապես փորձում էին հանգստանալ բնության գրկում։ Մենք տեղեկացանք, որ սպանված կինը արտերկրում է բնակվում, սպանված տղամարդու հետ ընկերներ են եղել եւ Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո միասին գնացել են բնության գրկում հանգստանալու։ Այդ ժամանակ էլ նրանց է հանդիպել 60-ամյա հրացանով զինված տղամարդը, որի ուշադրությունը գրավել էր նրանց ավտոմեքենան։ Մասնավորապես, մեր տեղեկություններով Արամուսում սպանությունից հետո տղամարդը, որը փախուստի էր դիմել եւ ըստ ամենայնի պատրաստվում էր հեռանալ մարզից, Զովաշենում տեսել է իր հաջորդ զոհերին Վահեին եւ նրա ընկերուհուն, որոնք եղել են ավտոմեքենայով։ Նախ ցանկացել է խլել ավտոմեքենան, մերժում ստանալուց հետո էլ որոշել է սպանել եւ սպանելուց հետո արդեն մեքենայով դիմել փախուստի։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է վերջինիս կողմից հափշտակված ավտոմեքենայում։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության, շահադիտական դրդումներով սպանության եւ ավազակության համար։ 60-ամյա տղամարդը կալանավորվել է։